տեղի ունենում այն, ինչ որ դեռևս տարիներ առաջ եւ շատերը կանխատեսել էին, որ Բալկաններից հետո հաջորդ պայքարի ասպարեզը լինելու է Կովկասը, ավելի լայն առումով Միջին Արևելքը, այն գործընթացները, ինչ ռուսական 1917-ի հեղափոխություն հեղաշրջումից հետո դադարեցվել, սառեցվել էին, պիտի ապա սառեցվեն։ Իսկն գաղափարախոսական պայքարը իր տեղը սկսելու է զիջել աշխարհաքաղաքական պայքարին։ Ձեր նշած հենց Իրանի դիրքորոշումը պայմանավորված է այդ աշխարհաքաղաքական շահով։ Եթե նայենք մենք զուտ գաղափարախոսական առումով, ապա Իրանը իսլամական հանրապետություն է եւ պիտի Ադրբեջանին չաջակցեր, եթե առաջնորդում այս սկզբում մենք տեսնում ենք ոչ, ինչու, որտեղ աշխարհաքաղաքական շահերը մեզ հետ են բռնում։ Իրանը բնավ շահագրգռված չէ Թուրքիա ազդեցության ուժեղացմամբ, ավելի ուժեղացմամբ, անգամ կլանմամբ Ադրբեջանի միջոցով դեպի Միջին Ասիա, բնականաբար պիտի Իրանը դրան հակադարձի։ Ֆրանսիայի այցն էլ միանշանակ դա կապված է Լավրովի այցի հետ, Ֆրանսիայի արտգործնախարարինը, որովհետև որն է հիմնական լծակը, որ ռուսները ճնշում են հայերին, առաջին անվտանգության հարցն է։ Իրենք ասում են, որ դե առանց մեզ ձեզ կկոտորեն, դուք չեք դիմանա եւ այլն։ Դրա համար ակնհայտ է, որ Ֆրանսիայի պատվիրակությունը հստակ միանշանակ նշեց անվտանգության զենքի մատակարարման, ռազմավարական եւ ռազմական համագործության մասին եւ այլն։ Իդեպ ասեմ, որ Ֆրանսիան դեռևս 44-օրյա պատերազմի ժամանակ առաջարկել այդ ռազմական օգնությունը Հայաստանի, որը Հայաստանի կողմից է մերժվել։ Ինչու է անում Արևմուտքը դա, որովհետեւ Արևմուտքն էլ շահագրգռված չէ Թուրքիա ուժեղացմամբ, Արևմուտքը շահագրգռված է Ռուսաստանի թուլացմամբ, բայց ինքը չի ուզում, որ Ռուսաստանին փոխարինի, օրինակ Թուրքիան տարածաշրջանում։ Թուրքիան արդեն սեթևետ վարկա դրսևորում, անգամ ՆԱՏՕ-ի մեջ մենք տեսնում ենք, որ առաջվա ճակերտավոր հավատարիմ դաշնակիցը չէ, ինքը եւ Ռուսաստանի հետ է խաղեր տալի եւ մեծ նկարտումներ ունի Միջին Արևելքի տարածաշրջանում առաջնորդող դեր ստանձնելու, որը բախվում է այլոց շահերի հետ, այնպես որ այն պայքարը, ինչ որ կանխատեսում է, սկսվել է արդեն տարածաշրջանում, ինչով կավարտվի, դա կարող է ավարտվի մեզ համար, հայերիս համար շատ լավ, շատ դրական, եթե մենք ճիշտ կողմնորոշվենք, ճիշտ քաղաքական գիծ ստանենք, ճիշտ դաշնակիցներ ունենանք, հնարավոր է Հայաստանը լինի ավելի մեծ եւ հզոր։ Բայց ցախողման դեպքում Հայաստանը կարող է եղածնել կորցնի։ Ինչ կարող ենք ասել միանշանակ, որ տարածաշրջանը կանգնած է մեծագույն ես կասեի հեղափոխական, հեղաբեկիչ փոփոխությունների առջև եւ 10-15 տարվա մեջ տարածաշրջանը սա չի լինելու, այս վիճակում չի լինելու։ Լավ կամ վատը արդեն դա բազմաթիվ հանգամանքներից է կախված։ Տեսնենք ինչ մարտահրավերներ ունի Հայաստանը եւ ինչպես կարող է դրանց դեմն առնել, այդտեղից էլ կողմնորոշումները։ Առաջին հերթին անվտանգային պաշտպանական մարտահրավերներ։ Հիմա հարց. արդյոք Ռուսաստանը դա իրականացնում է կամ կարող է իրականացնել։ Ոչ, չի իրականացնում։ Մենք դա տեսել ենք եւ ներկա վիճակում եւ Արցախի հարցում եւ այլն։ Մյուս կողմից Ռուսաստանի շահերը միանշանակորեն համընկնում են Ադրբեջան եւ Թուրքիայի հետ։ Դրա մասին բազմաթիվ անգամներ է ասվել Պուտինը անցյալ օգոստոսին Բաքվում միանշանակ ասեց, որ իրենց համար Ռուսաստան, Ադրբեջան, Իրան, Հնդկական օվկիանոս դա կարևորագույն միջանցքն է, որով ինքը պիտի հնարավորություն ունենա դուրս գալու միջազգային շուկաներ, որտեվ Նորվեգիայից մինչև Վրաստան ստեյցան փակ է կարևորագույն այդ սահմանը արտահանման բան։ Հետևաբար Ռուսաստանը չի կարող դա ապահովել եւ չի ուզում։ Չի կարող նաեւ այն, որ Ռուսաստանը այսօր ամբողջովին կլանված է Ուկրաինայի պատերազմով, առանձնապես լավ արդյունքներ չի ցուցաբերում, հազարավոր շաբաթվա ընթացքում հազարավոր զոհեր է տալիս, բայց էական առաջընթաց չկա եւ այլն, եւ գնալով ընդհակառակը այդ հոգնությունն ու ծախսը նկատելի է դառնում, իսկ օրինակ Ուկրաինան գնալով ավելի ռազմական արտաբերությունը սեփական շատացնում է։ Ուրեմն անվտանգության հարցով Ռուսաստանը չի կարող։ Հիմա բնականաբար երկրորդ հարցը, իսկ Հայաստանը միայնակ կարող է դիմագրավել այդ լրջագույն մարտահրավերներին, չի կարող։ Սա էլ պիտի ընդունենք։ Ինչքան էլ մենք, չգիտեմ, տարբեր ծրագրեր անենք, ցույց են տալիս, ինչ որ բաներ կառուցենք, տեղական ինքնապաշտպանություն, փոսեր փորենք, գմբեթներ սարքենք, չգիտեմ, չի լինի։
Այսինքն այդ դա քաղաքական ֆիդայնություն է, որը կարևոր է, ինչ որտեղ ռազմական, բայց լուրջ բանակի դեմ, լուրջ զենքի դեմ դիկրվես լուրջ զենքով։ Այդ լուրջ զենքը դեռևս Հայաստանն այսօր ոչ մի առումով ի վիճակի չէ ինքը ստեղծելու։ Թեև այդ ուղղությամբ միանշանակ պիտի աշխատանքները տանեն, ընդլայնվեն, խորացվեն եւ այլն։ Հիմա կա Ֆրանսիա, որը եկել է եւ ասում է, ինքը լավագույն զենքերից մեկն ունի, եւ Ֆրանսիան ընդհանրապես զենք արտահանող է եղել, եւ Ֆրանսիան կարծում եմ պատրաստ է այսօր կամ անվճար, կամ երկարատև վարկավորմամբ, օրինակ 25 տարի առումով, ենթադրենք ինքը զենք է տալիս, 10 տարի հետո սկսում ենք զենքի համար վճարել, հետագա 15 տարում վճարում ենք, այսինքն այդ ֆինանսական հարցերն էլ լուծելիք է։ Այդ դեպքով պիտի մենք մեր պաշտպանությունը անպայմանորեն ուժեղացնենք։ Մյուսը վերաբերում ասենք տնտեսական հարցերին։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի տնտեսությունը այսօր աշխարհի տնտեսության ավելի քիչական 1.5%-ը, այն էլ այդ 1.5-ը շնորհիվ նրա, որ նավթ ու գազ արտահանում եւ ինչ որ ինքը արտադրությունը արտադրում, պետությունն է հիմնական գնորդը, ինքը առնում այդ գործարաններից եւ ուղարկում է ռազմաճակատ ոչնչանալու թվերով լավ է ստացվում, որ արտադրությունը մեծացել է ցավալը, բայց վստահաբար տանկն ու դրոնը ԱԹՍ-ն ոչ մի բացի պաշտպանականից կամ հարցական ոչ մի արդյունք չեն տալի այլ արդյունք, ասենք տնտեսությունը դա չի զարգացնում։ Եվ մենք տեսնում ենք, որ ֆինանսական վիճակի բարդացում։ Ուրեմն բնականաբար նորից, որտեղից պիտի այդ ներդրումները լինեն Հայաստանում եւ տնտեսապես զարգանա։ Այո, հարևան Իրանը կա, որը այդ պետք է շարունակել, բայց Իրանը ինքն է գտնվում լրջագույն խնդիրների առջև կանգնած է, ելի գալիս է արևմուտքը։ Արևմուտքը եւ նրա առաջատար երկիրը Միացյալ Նահանգները պիտի կարողանանք շահագրգռել, հասկացնել, լինի դա անգամ հուզական մակարդակի վրա, ինչպես իրենք են ասում, առաջին քրիստոնյա երկիր, քրիստոնեության վերջի հողակտոր եւ այլն, այդ բոլոր բաներով հանդերձ, այո, պիտի բանենք, որտեւ ի վերջո այս 2.5 միլիոն ժողովուրդ եւ փոքր աշխարհի ամենափոքր երկրներից եւ մեկը դա խնդիր չի արևմուտքի համար ըստ էության տնտեսապես աջակցելու։ Մի քանի միլիարդ դոլարը որ արևմուտքի համար ընդհանրապես թիվ չի, դրա ներդրումը ուժեղացնի Հայաստանը։ Ուղղակի հարցը հետևյալն է. ինչու պիտի արևմուտքը դա անի։ Եթե Հայաստանի հզորացումը վերել է ռուսական ազդեցության հզորացման, արևմուտքը դա չի անի։ Եթե Հայաստանի հզորացումը վերելու Հայաստանի ինքնիշխանության հզորացման, այդ դեպքում կանի։ Փոքր եթե պատմությանը անդրադառնանք, Օսմանյան կայսրությունը, երբ որ հայերին կոտորում էին, առաջնային գործոնը որն էր, որտեղ քրիստոնյա էին, որովհետև այն մեղադրանքները, որ հայերը իբր թշնամու կողմն են անցել, դա նախ իրականության չի համապատասխանում, երկրորդը արաբները, այ արաբները ապստամբել են Լորանս արաբացու գլխավորությամբ եւ բայց արաբներին չէին կոտորում այդպես։ Հենց այդ պատճառը, որտեղ իսլամն արգելում է կոտորել մուսուլմաններին, թեև միշտ էլ իրար կոտորել են, բայց դու չես կարող քո ժողովրդին ջհադ հայտարարել ժողովրդիդ համար, նա էլ գնա կոտորի։ Ի տարբերություն հոլոկոստի պիտի հստակ հասկանալ, որ հայոց ցեղասպանությունը իրականացվել է թուրքերի եւ քրդերի լայն զանգվածների ներգրավմամբ, այն ինչ որ հոլոկոստի ժամանակ չէ, հոլոկոստի ժամանակ դա պետության կողմից կազմակերպված էր, հաճախ ժողովուրդը տեղյակել չէր։ Հետեւաբար դա կարևորագույն գործոն է։ Հիմա Ադրբեջանը շատ ավելի խոր է մանկավարում։ Այն որ ինքը տասնամյակներ շարունակ իսլամական գործոնը մեր դեմ օգտագործել է, նայեք քվեարկություններն ու քննարկումները իսլամական երկրների զանազան համաժողովների եւ ալի ժամանակ եւ օրինակ Պակիստանի աջակցությունը կամ վարձկանների աջակցությունը Ադրբեջանին հենց այդ կրոնական գործոնով էր։ Հիմա ավելի է խորամանկ։ Հիմա ինքը իրեն համարում է եւ հայտարարում է եւ բավականին էլ աշխատանքներ տանում, որպես քրիստոնյա պետություն հանդես գալի։ Ես առաջի քրիստոնյա երկիրն եմ, հետո եմ ընդունել իսլամ, այսինքն չղջիկի քաղաքականությունն է։ Եթե ես խոսում եմ քրիստոնյա երկրների հետ, այսինքն Ադրբեջան տեսակետն եմ ասում, ես քրիստոնյա եմ, որտեվ ես եղել եմ առաջի քրիստոնյան, Բարթողեմեոսը եկել է իմ երկիր, առաքելական եկեղեցի ունեմ ես կողմեմ, այդպես է խոսում, հետո իսլամ եմ ընդունել, դա էլ օգտագործում է իսլամական երկրների հետ շփումների ժամանակ։ Հիմա իրանք այդ ռազմատենչ հայտարարություն ավելին, իրենք ոչ միայն հայտարարություններ են անում, իրենք կառուցվածքային փոփոխություններ են արել։ Իրենք ստեղծել են, այսպես ասած, իսլամական թեմ, դա հատուկ տերմին ունի, մոռացել եմ, Երևանի խանության, Արևմտյան Ադրբեջանի թեմը։ Չկա ժողովուրդման, բայց այսինքն իրանք կրոնական կառույց են դնում։ Եվ հիշենք Ալիևի վերջի ելույթի, որ Թուրքիայում ինքը ելույթ ունեցավ, ասում է Հայաստանը պիտի հստակ հայտարարի, երբ է
ընդունելու արևմտյան ադրբեջանցիներին եւ ինչպես է ապահովելու նրանց անվտանգությունը, այսինքն արդեն հարցը ինքը չի դնում ընդունելու է թե չէ, ինքը արդեն համարում է որ Հայաստանը պիտի ընդունի, գուցե չգիտեմ Նիկոլ Փաշինյանի հետ ինչ որ համաձայնության են եկել, ասում եմ երբ եւ ինչպես պիտի ապահով, ինչպես ապահովել այդ նշանակումը, եկեք ես Եթե դուք չեք կարող ապահովել, ես զորք կմցնեմ եւ զորքով կապահովեմ, եկեք ինչ որ բաներ անենք։ Գիտեք, հայկական ասացվածքը ասում սելի փոխարեն սելվոլն է ճռում հիմա, փոխանակ Հայաստանը եւ հայերը անընդհատ այդ թեման բարձրացնեն եւ այլն, որտեւ Ադրբեջանի Խորհրդային սոցիալիստական հանրապետությունը որ ստեղծվել է, այն չի ստեղծվել թուրքական, այն եղել է ինտերնացիոնալ բազմազգի տարբերություն հայկական եւ վրացական ՍՍՄ-ներին, դա եղել է բազմազգ երկիր իր բնույթով, այնտեղ տիտղոսային ազգ չի ունեցել, այդ ազգը 36-ին է միայն ստեղծվել, այսինքն հայերը հավասար իրավունքներ են ունեցել այդ ադրբեջական ՍՍ ստեղծման, բայց դուք տեսեք, իրենք առաջի հանրապետության իրավահաջորդություն են արդեն միանշանակ ամրագրեր իրենց համար, իրենց հավակնությունները համարում են եւ ներկայացնում են որպես միջազգայինորեն ճանաչված ադրբեջանական, այսպես ասած առաջի հանրապետության սահմաններ եւ այդ հավակնություններն են ցուցաբերում։ Մի բան, որի մասին մենք բազմիցս խոսել ենք, որ ուշ թե շուտ գալու է այդ առաջի հանրապետությունների շրջանի քննարկումը եւ մենք պիտի պատրաստ լինենք լինի փաստաթղթերով, լինի իրավական, քաղաքական այլ հարցերով։